Ողջույն սիրելի հետևորդներ, ԱՄՆ գլխավոր լուրերի այս թողարկմանը դիտեք։ E. coli աղիքային ցուպիկի վտանգ ամբողջ Միացյալ Նահանգներում։ Whole Foods-ում վաճառված տավարի միսը հնարավոր է վարակված է եղել վտանգավոր բակտերիայով։ Կանադայի հրդեհների ծուխը կկլանի Նյու Յորքը եւ Վաշինգտոնը, օդի որակը վտանգավոր մակարդակի վրա է։ Հյուրանոցում լվերի պատճառով $2 միլիոն վճարում Վենտուրայի հյուրանոցի հյուրերը հաղթել են դատարանում։ Ըրշեջ շոու Վասկուղում 16-ամյա Կլարան զրկվել է հաղթանակից մրցումից հետո։ Թրամփի նոր հարկային օրինագիծը մասկի քննադատությամբ ազգային պարտքի կանխատեսումն էլ իջեցվել է։ Գազայում օգնությունը դադարեցվել է, GHF-ը պահանջում է Իսրայելից բաշխման կետերում անվտանգություն։ Ուկրաինան հարվածել է ռուսական ռազմաբազաներին, Թրամփը խոսել է Պուտինի հետ, խաղաղություն դեռևս չի լինի։ Թրամփը հաստատել է մուտքի արգելքը, նոր արգելափակված երկրների ցանկը։ Այս եւ այլ լուրերի մանրամասները հաջորդիվ։ Գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության եւ ստուգման ծառայությունը նախազգուշացնում է, որ ողջ երկրի տարածքում մատակարարված աղացած տավարի մսի որոշ խմբաքանակներ հնարավոր է վարակված լինեն E. coli բակտերիայով, աղիքային ցուպիկով։ Հանրային առողջության նախազգուշացման համաձայն խոսքը Organic Rancher, Organic Ground Beef, 85% lean, 15% fat պիտակով 1 ֆունտանոց վակուում փաթեթավորված մսի մասին է, որոնք արտադրվել են 2025 թվականի մայիսի 22-ին եւ 23-ին։ Փաթեթների վրա նշված է Use or freeze by 06-19-25, այսինքն դրանց պիտանելիության ժամկետը մինչև հունիսի 19-ն է։ Այս մսամթերքը մատակարարվել է Whole Foods մարքեթի խանութներին ողջ տարածքում եւ բաշխիչ կետերին, թեև արտադրանքը այլևս վաճառքում չէ, այն դեռևս կարող է գտնվել սպառողների տներում։ Պաշտոնյաները հորդորում են չօգտագործել այն։ Այս մթերքը պետք է կամ դուրս նետել կամ վերադարձնել գնման վայր, նշված է նախազգուշացման մեջ։ E. coli բակտերիան համարվում է պոտենցիալ մահաբեր, որը կարող է առաջացնել ջրազրկում, այրունալի լուծ եւ որովայնային կծկումներ։ Չնայած մարդկանց մեծ մասը ապաքինվում է մեկ շաբաթվա ընթացքում, որոշ դեպքերում հնարավոր է զարգանա երիկամային անբավարարության տեսակ հեմոլիտիկ ուրեմիկ սինդրոմ։ Այս վիճակը կարող է առաջանալ բոլոր տարիքային խմբերում, սակայն հաճախ հանդիպում է 5 տարեկանից ցածր երեխաների եւ տարեցների մոտ, նշված է հաղորդագրությունում։ Այն ուղեկցվում է մաշկի դեղնավոնությամբ, թեթև հպման հետևանքով առաջացող կապտուկներով եւ մեզի քանակի նվազումով։ Նման ախտանիշների դեպքում անհապաղ դիմեք բժշկական օգնության։ Կանադայում բռնկված անտառային հրդեհների ծուխը տարածվել է դեպի Միացյալ Նահանգների վերին միջին արևմուտք։ Մինեսոտայի Դալուտ քաղաքի երկնքում տեսանելի է եղել ծխով լի օդը, որն իջել է Ալբերտայի, Սասկաչևայի եւ Մանիտոբայի նահանգներում շարունակվող հրդեհներից, ըստ կանխատեսումների ծուխը առաջիկա օրերին կհասնի Նյու Յորք, Ֆիլադելֆիա, Վաշինգտոն եւ Բոստոն, վտանգի տակ դնելով տասնյակ միլիոնավոր մարդկանց առողջությունը։ Կանադայի առևտրային հրդեհների դեմ պայքարի միջգերատեսչական կենտրոնը տեղեկացրել է, որ ամբողջ երկրում ակտիվ են եղել ավելի քան 200 հրդեհ, որոնցից 106-ը դուրս են վերահսկողությունից։ Հրդեհների հետևանքով հազարավոր մարդիկ տարհանվել են, իսկ որոշ շրջաններում դադարեցվել է նավթարդյունաբերական գործունեությունը։ Օդի որակի միջազգային չափի JQ-Air-ը հայտնել է, որ 5-շաբթի Նյու Յորքում, Ֆիլադելֆիայում, Վաշինգտոնում եւ Բոստոնում օդի որակը կհասնի այնպիսի մակարդակի, որը կդասվի որպես վտանգավոր զգայուն խմբերի համար։ Սակայն Մինեսոտայի Էլի քաղաքում, որը գտնվում է Մանիտոբայի սահմանին մոտ, չորեքշաբթի օրվա երկրորդ կեսին օդի որակի ցուցանիշը արդեն հասել է 336 միավորի, համարվելով սուր վտանգավոր։ Ըստ Կանադայի պաշտոնական աղբյուրների, այս տարվա հրդեհներն արդեն այրել են մոտ 4.7 միլիոն ակր տարածք, առաջացնելով լայնածավալ վնասներ։ Սակայն ներկայիս հրդեհային իրավիճակն այս պայդրությամբ դեռևս զիջում է 2023 թվականի աղետալի սեզոնին, երբ այրվել էր շուրջ 42 միլիոն ակր տարածք։ Վենտուրա քաղաքում գտնվող հյուրանոցում անկողնային լվերի զոհ դարձած 2 հյուր շահել են $2 միլիոն դատական գործը։ Լոս Անջելես Թայմզի տվյալներով դատարանը որոշել է, որ Շորզին հյուրանոցը պետք է վճարի Ալվարո Գուտիերեսին եւ Ռամիրո Սանչեսին ընդհանուր $2 միլիոն, ինչը ըստ իրավական փորձագետների կարող է համարվել ամենախոշորներից մեկը անկողնային լվերի հետ կապված դատական գործերում։ Տղամարդիկ ընդամենը 1 գիշեր են անցկացրել այդ հյուրանոցում 2020 թվականի փետրվարի 7-ին։ Դատապաշտպանները պնդել են, որ հյուրանոցի ղեկավարությունը տեղյակ է եղել վարակման մասին, դատելով բազմաթիվ առցանց մեկնաբանություններից, սակայն ոչ մի միջոց չի ձեռնարկել։ Հյուրանոցի ղեկավարությունը հայտարարել է, որ մտադիր է բողոքարկել վճիռը։ Կալիֆոռնիայի միջնակարգ դպրոցների մարզական ֆեդերացիան զրկել է միջնակարգ դպրոցի 16-ամյա աշակերտուհուն հաղթանակից մրցումից հետո հաղթանակը նշելու յուրօրինակ ձևի պատճառով։
Կլարա Ադամսը հաղթել է աղջիկների 400 մետր վազքում, ապա մրցուղուց դուրս է եկել, հայրիկից վերցրել հրդեհաշիջման տարան եւ կարծես թե դրանով մարել է այրվող մարզակոշիկները։ Հայրը նշել է, որ դուստրը որևէ մեկին չի նսեմացրել, չի արել դա մրցակիցների աչքի առաջ, սակայն CIA-ի պաշտոնյաները այդ պահվածքը համարել են անհարգալից եւ ոչ սպորտային, որակազրկելով Կլարային։ Նրա նշելու ձևը կրկնում է 2004 թվականի լեգենդար վազորդ Մորիս Գրինի հայտնի դրվագը, երբ վերջինս վազքից հետո հանել է մարզակոշիկները, որը ցողել են հրդեհաշիջման սարքով։ Կոնգրեսի ոչ կուսակցական բյուջետային գրասենյակը նվազեցրել է գնահատականն այն մասին, թե որքան կավելացնի նախագահ Դոնալդ Թրամփի նոր հարկային եւ բյուջետային օրինագիծը ավելի քան 36 տրիլիոն դոլար ազգային պարտքին։ Նոր գնահատականով օրինագիծը հաջորդ տասնամյակում կավելացնի մոտ 2.4 տրիլիոն դոլար, մինչդեռ նախկինում կանխատեսվում էր 3.8 տրիլիոն ավելացում։ Վերանայված գնահատականը հրապարակվել է այն բանից հետո, երբ Թրամփի առանցքային դաշնակից Իլոն Մասկը քննադատել էր օրինագիծը, անվանելով այն զզվելի խայտառակություն։ Մասկը X-ում գրառում էր կատարել, որ օրինագիծը կարդացող ոչ ոք չպետք է կարողանա հանդուրժել այն եւ կոչեր արել մշակել նոր օրինագիծ։ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը նշել է, որ Մասկի կտրուկ դիրքորոշումն անակնկալ էր, նշելով, որ իրենք լավ եւ բարենպաստ երկխոսություն են ունեցել ընդամենը 1 օր առաջ։ Ես կարծում եմ նա սխալվում է այս հարցում, ես նրան ասել եմ դա ինչպես մասնավոր, այնպես էլ հրապարակայնորեն, ասել է Ջոնսոնը։ Օրինագիծը, որը հաստատվել է ներկայացուցիչների պալատում եւ սպասում է սենատի քվեարկությանը, կերկարաձգի Թրամփի 2017 թվականի հարկային արտոնությունները, որոնք նախատեսվում է դադարեցնել տարեվերջին։ Եթե կոնգրեսը որևէ քայլ չձեռնարկի, հարկերը կվերադառնան նախկին մակարդակին։ Նախագիծը ընդգրկում է նաեւ նոր հարկային արտոնություններ, այդ թվում ազատում թեյավճարների եւ գերշահույթի հարկումից։ Բացի այդ, այն ընդգծում է վարչակազմի առաջնահերթությունները, խթանելով նավթի եւ գազի արդյունահանությունը եւ չեղարկելով կանաչ էներգիայի ոլորտի խթանները, որոնք ընդունվել էին Ջո Բայդենի օրոք։ Օրինակ, էլեկտրական մեքենաների կամ արևային վահանակների գնման հարկային արտոնությունները կչեղարկվեն։ Բյուջետային տեսանկյունից սա նշանակում է կառավարությունը կկորցնի պակաս եկամուտներ հարկային արտոնություններից, սակայն կկրճատվեն բյուջետային ծախսերը։ Չնայած հանրապետականներն ունեն նեղ մեծամասնություն սենատում, կուսակցական թևերը պայքարում են օրինագծում փոփոխություններ կատարելու համար։ Ըստ կոնգրեսի բյուջետային գրասենյակի, եթե օրինագծի առողջապահական փոփոխությունները պահպանվեն, մինչև 2034 թվականը առողջապահական ապահովագրություն չունեցողների թիվը կավելանա գրեթե 11 միլիոնով։ Նրանցից մոտ 1.4 միլիոնը ապօրինի միգրանտներ կլինեն, ովքեր այլևս ապահովագրություն չեն ունենա։ Միացյալ Նահանգների աջակցությամբ գործող Գազայի մարդասիրական հիմնադրամը GHF-ը չորեքշաբթի ժամանակավորապես դադարեցրել է օգնության բաշխումը, Իսրայելից պահանջելով ավելացնել քաղաքացիական անվտանգության միջոցները բաշխման կետերի շրջակայքում։ Դադարեցման որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Գազայի հիվանդանոցների ներկայացուցիչները հայտնել են, որ 3 օրում կիրակից սկսած ավելի քան 80 մարդ է սպանվել եւ հարյուրավոր մարդիկ վիրավորվել սննդի բաշխման կետերի մոտ։ Տեղացիների խոսքով մարդիկ գիշերը հերթ էին կանգնել սնունդ ստանալու համար, երբ իսրայելական զինվորները կրակ են բացել ամբողջ ուղղությամբ։ Իսրայելի բանակը հերքել է այդ մեղադրանքը, սակայն հաստատել, որ զգուշացնող կրակոցներից հետո կրակ բացվել է կասկածյալների ուղղությամբ, ովքեր փորձել են մոտենալ զինվորական գծերին։ GHF-ը հայտարարել է, որ պաշտոնապես դիմել է իսրայելական բանակին, խնդրելով կազմակերպել հետիոտն երթևեկությունն այնպես, որ դա նվազեցնի խառնաշփոթն ու լարվածության աճի վտանգը ռազմական գոտիների հարևանությամբ, ինչպես նաև հստակ ուղեցույցներ մշակել խաղաղ բնակիչների համար ու կազմակերպել համապատասխան վերապատրաստում անվտանգության ապահովման նպատակով։ Միաժամանակ Գազայում շարունակվում է բռնությունը։ Չորեքշաբթի Իսրայելը հարվածի է ենթարկել Գազա Սիթիում տեղահանվածների վրանային ճամբարներից մեկը։ Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով հարվածի հետևանքով մի քանի մարդ զոհվել է եւ վիրավորվել։ Սննդի պակասը Գազայում համատարած է, իսկ օգնությունը շարունակում է դժվարությամբ հասնել շրջափակումից հետո։ Թեև Իսրայելը մայիսի վերջին վերացրել է 11 շաբաթ տևած շրջափակումը, օգնության հոսքը մնում է սահմանափակ։ Ուկրաինան այսօր հրապարակել է նոր տեսագրություն, ցույց տալով, թե ինչպես է կիրակի անօդաչու թռչող սարքերի հարձակումը վնասել Ռուսաստանի ռազմաօդային բազաները։ Սարդի ցանց կամ Սարդոստայն անվանած գործողության շրջանակում հարվածները նպատակաուղղված էին Ռուսաստանի ռազմավարական ռմբակոծիչներին եւ ռազմական ինքնաթիռներին։ Արբանյակային պատկերները վկայում են լուրջ վնասների մասին, թեև Ուկրաինան եւ Ռուսաստանը հակասական տեղեկություններ են տալիս ոչնչացման չափերի վերաբերյալ։ Հարձակման թիրախ են դարձել մինչև 20 ռուսական ռազմական ինքնաթիռ, որոնցից մոտ
10-ը ոչնչացվել են։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը զանգարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, նշելով, որ Ռուսաստանը պատրաստվում է պատասխանել ինչպես անօդաչուներով հարձակմանը, այնպես էլ կամրջի պայթեցման դեպքին, որի մեղավորությունը Մոսկվան վերագրում է Կիևին։ Ուկրաինան չի մեկնաբանել կամրջի հարձակումը, սակայն ընդունել է ռազմաօդային բազաների վրա հարձակման պատասխանատվությունը։ Կրեմլը հայտնել է, որ Թրամփը Պուտինին հավաստիացրել է, թե Վաշինգտոնը նախօրոք չի տեղեկացվել հարձակման մասին։ Թրամփն իր հերթին զանգը բնութագրել է որպես լավ, սակայն ոչ խաղաղություն բերող։ Նույն օրը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին առաջարկել է հրադադար սահմանել մինչև իր եւ Պուտինի հնարավոր հանդիպումը, սակայն Պուտինը հարցականի տակ է դրել բանակցությունների նպատակահարմարությունը, մեղադրելով Ուկրաինայի նահաբեկչական գործողությունների մեջ, հղում անելով կամուրջների պայթեցումներին։ Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները հանդիպում են անցկացրել քննարկելու Ուկրաինայի շարունակական ռազմական եւ ռազմավարական աջակցությունը։ Ուկրաինայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ գործընկերները պատրաստակամություն են հայտնել ֆինանսավորել ուկրաինական պաշտպանական արտադրությունը դաշնակից երկրների տարածքում, սակայն գումարի չափը չի հստակեցվել։ Դոնալդ Թրամփը վերականգնում է առաջին պաշտոնավորման շրջանի հայտնի ուղևորությունների արգելքը, այսօր երեկոյան ստորագրելով նոր հռչակագիր, որով արգելվում է ավելի քան 12 երկրներից մարդկանց մուտքը Միացյալ Նահանգներ։ Արգելքի տակ ընկած երկրներն են Աֆղանստան, Մյանմար, Չադ, Կոնգոյի Հանրապետություն, Հասարակածային Գվինեա, Էրիթրեա, Հայիթի, Իրան, Լիբիա, Սոմալի, Սուդան եւ Եմեն։ Բացի այդ, լրացուցիչ սահմանափակումներ կկիրառվեն Բուրունդիի, Կուբայի, Լաոսի, Սիերա Լեոնեի, Տոգոյի, Թուրքմենստանի եւ Վենեսուելայի այցելուների նկատմամբ։ Թրամփն իր հռչակագրում նշել է. «Ես պարտավոր եմ գործել պաշտպանելու Միացյալ Նահանգների ազգային անվտանգությունը եւ շահերը, ինչպես նաեւ ամերիկացի ժողովրդի անվտանգությունը»։ Այս որոշումը բխում է Թրամփի հունվարի 20-ին ստորագրած գործադիր հրամանից, որով պետդեպարտամենտին, ներքին անվտանգության նախարարությանը եւ ազգային հետախուզության տնօրենին հանձնարարել կազմել զեկույց Միացյալ Նահանգների նկատմամբ թշնամական վերաբերմունք ունեցող երկրների վերաբերյալ եւ գնահատել արդյոք այդ երկրներից մուտքը վտանգ է ներկայացնում, թե ոչ։ Այսօրվա լուրերից առանձնացրել էինք այսքանը, ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար, առողջ եղեք։